Այսպես 21 TV հավատարիմ հեռուստադիտողի նորդ բարին է եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եկել եմ որ արտանանք միասին դե լավ արթնանալու համար լավ երաժշտությունն է պակասում ուրախ ռիթմեր ուրեմն գնացինք տեսալավակ Ես շատ եմ սիրում, երբ խոսում ենք մշակույթից, արվեստից, նորություններից, պրեմիերաներից, ժամանակն է որպեսզի դիտեք մի փոքրիկ հատված ու հասկանանք, թե ովքեր են այսօր լինելու մեր հյուրերը։ Ինչպես արդեն տեսանք, մայիսի 8-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Սամվել Խալաթյանի 40-օր ներկայացման պրեմիերան Աշոտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այս եւ ամենի մասին զրուցելու ենք մեր այսօրվա հյուրերի հետ 40-օր ներկայացման ռեժիսոր Աշոտ Հակոբյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի լույս, Անահիտ ջան։ Պես նաեւ շատ սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը, բարև ձեզ եւ բարի գալուց Սարգիս ջան։ Շնորհակալ եմ։ Արդեն 4 ամիս այստեղ եմ, 3.5 անընդհատ բարի գալուստն են ասում, ուրեմն շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ վերադարձել ես ու կրկին ունենք հնարավորություն վայելելու նաև քո խաղը բեմում, այս անգամ յուրահատուկ ներկայացման մեջ, որ կոչվում է 40 օր։ Աշոտ ջան, կարծում եմ այս հարցը շատ են տվել, բայց ներկայացմանը անդրադարձել ես դեռ տարիներ առաջ, ինչը ստիպեց նորից բեմ հանել 40 օրը։ Անահիտ ջան, նախ ուրախ եմ, որ քեզ տեսա։ Ես նույնպես, բարով եք եկել։ Տաղանդավոր դերասանուհի հրաշալի հաղորդավար։ Ես գիտես 16 տարի առաջ եղավ ներկայացման պրեմիերան, այնպես ստացվեց, որ 1 տարվա ընթացքում 65 ներկայացում խաղացինք։ Հետո տղաները գնացին ծառայության, մեր Լևսն ու Մոսուն ու այդպես ոնց որ ստոպ եղավ ներկայացումը ու հետո տարիները որ անցան, անընդհատ այդ խոսակցությունը գնում էր, բան ուրիշ չվերականգնենք, հանդիսատեսնել ովքեր նայել էին ներկայացումը։ Պահանջն ինքնին կար, այսինքն մարդիկ իրենք էին։ Անընդհատ այդ խոսակցությունը կար Անահիտ ջան, էլի չանենք, հանդիսատեսնել, բայց լավ ներկայացում էր, էլի ինչի չեք խաղում, մեկի օրերից մի օր սենց որսմա ծնգած ու զանգարեցի ընկերներիս, ասեցի չանենք, իսկ մեր դերասաններին, բա մեծ սիրով։ Ու ոնց որ նոր պրեմիերա եղավ, արդեն նոր էներգետիկայով, դե արդեն տարիներ անցել, 16 տարի էր անցել, բնականաբար փոփոխություններ լինելու են, բայց այն ուժը, այն էներգիան, որը որ կար ներկայացման մեջ, հիմա չգիտեմ, էլ ավելի է, ոնց որ ասած, ուժեղացել, թե այդ հանդիսատեսը կասի, բայց այն որ պրեմիերան, այսինքն ապրիլի 19-ին հրաշալի անցավ ու մինչև այսօր շատ լավ բաներ են ասում ներկայացման հետ կապված, ուրախություն մեզ, այնքան ոգևորված ենք Անահիտ ջան։ Սա շատ կարևոր է ու մեզ համար տոն է ու լավ իրադարձություն, երբ մեր ասպարեզում ունեն մենք պրեմիերաներ։ Սարգիս քեզ համար որպես կարևոր դեր, ինչքանով էր, ինչ նշանակություն ուներ այս դերը, ինչ ապրումներ ես ունեցել առաջարկը ստանալուց, ինչ ճանապարհ ես անցել։ Ես 40 օրը տեսա Միացյալ Նահանգներում, իմ էլի ընկերներն էին խաղում Միացյալ Նահանգներում, որ ապրում են, բնակվում են, Աշոտը իրենց օգնում էր այնտեղ Միացյալ Նահանգներ էր գնացել 1 ամսով ու հետո մենք խոսեցինք այս ներկայացման մասին ու ինչ շատ էր դուր եկել, հարցնում էր ոնց էր, ինչ էր, ասելիքը շատ կարևոր է ու արդիական, համամարտկային ու մանավանդ թիրախային այսօր ինչ որ կատարվում է մեր շուրջը շատ կարևոր է այս ներկայացման ասելիքը հասկանալ, ընկալել ու այդպես հենց եկա Հայաստան, դե բնականաբար դեռ չգիտես ինչ ոնց 5 տարի է անցել, ուզանք Աշոտն ասեց ուզում ես խաղանք, ուզում ենք խաղանք, ուզում ենք որ դու անպայման բանաստեղծի դեր ես խաղաս, ասեցի աշկո հետ եմ ես, որովհետև նախ գիտեի ինձ հոգեհարազատ էր հոգևոր թեման ու ներկայացման մեջ երևի ամենադրական կերպարներից մեկը ես եմ խաղում ու ասելիքս չափազանց մեծ է, թե մարդը ինքը իր տեսակով այս աշխարհ գալուց ինչի համար է գալիս, ինչ առաքելություն ունի, ընդհանրապես մարդ ինքը ով է, հոգևոր առումով ինչքան է ինքը տեղ տալիս ընդհանրապես իր խոսքին, գործին, այս ամեն ինչը շատ ինձ դուր եկավ։ Ամենակարևորը ներկայացումը ինչ էր, ծանր չէր, տրագիկոմեդիա է, բայց այնքան թեթև է պատմվում տեղեր կա, որ դու կարողանում ես այդ ժպիտի միջից մեկ էլ բռնես այդ ողբերգությունը, հասկանաս, բայց լուրջ են ասում։ Շատ ափսոս, որ այսպիսի ներկայացումներ քիչ կան, որ հանդիսատեսը դուրս է գալիս ու
պետք է մտածի, բայց կան։ Հիմա արդեն մենք այդպիսի ներկայացում ենք անում, որ Աշոտն էլ է ասում, իմ ընկերներն էլ ասում են, սա լավ բան եք անում, մենք էլի ենք ուզում գանք նայենք։ Գնում ենք, ասում ենք, մեկ էլ ասում է հայլու մեջ ընկերներիցս մեկն ասում է, այն օրը հայլու մեջ նայեցի, ես ինքս ինձ զսվեցի։ Ասում է, այդ եղավ ձեր ներկայացումից հետո, ասում օքեյ։ Այսը շատ կարևոր է։ Աշոտ, շատ դեպքերում մեր օրերում ռեժիսորները տարբեր տեսակի լուծումներ են փնտրում, որպեսզի առանձնացնեն իրենց ռեժիսուրան, հա, ու այս տեխնիկայի դարում, լուսային էֆեկտներ, ինչ որ։ Քեզ համար որպես ռեժիսոր, ոնց ես հասկանում եմ, կիզակետում դերասանն է ու ասելիքը։ Միանշանակ։ Ինչով ես փորձում առանձնացնել այս գործը, որ այն ասելիքը, որ դու ունես գործի միջոցով փոխանցես հանդիսատեսին, որն է քո ռեժիսորական գաղտնիքները, ինչ ակցենտներ ես դրել։ Ես շատ ճիշտ նշեցիր, Անահիտ ջան, ամենակարևոր գանձը դերասանն է։ Ուզում ես միլիարդ ծախսի։ Մեկը 2 րոպե հետո սս նայելու են դեկորացիաներին, բեմին, հա, էֆեկտներին ու դերասան։ Խնդրեն ներսում ասելիք։ Ու գալիս են դերասանի մոտ։ Լավ 5 րոպե հետո ինչ է ասում դերասանը, ինչ զգացողությամբ ասում, ինչ հավատով ասում, ինչ սիրով ասում։ Ի վերջո պատմությունը պատմում է դերասանը ու դերասանից է կախված։ Ես առաջին տեղում դերասանն է ինձ համար։ Ու հենց դերասանն էլ բերում է մթնոլորտ, հենց դերասանն էլ պատմում է այդ պատմությունը հավատով, սիրով, ջերմությամբ ու պիեսն էլ շատ կարևոր է Ինչի համար օրինակ 40 օրը մենք բեմադրեցինք օրինակ այս օրերին հիմա լավ։ Ի վերջո շատ տարիներ են անցել եւ այսօրվա Հայաստան նման չէ։ 16 տարի առաջ։ Սամվել Խալաթյանը, լուսահոգի Սամվել Խալաթյանը հրաշալի պիես է գրել, հրաշալի։ Ու բոլոր ժամանակներում էլ այս պիեսը լինելու է արդիական։ Ոչինչ եւ ոչ ոք այս կյանքում անպատասխան չի մնում։ Մենք ի վերջո պիտի հասկանանք, որ այն ինչը որ անում են գալու է մի օր, ու մենք այդ բոլոր մեր արածների պատասխանները տալու ենք։ Մենք պիտի օրինակ ներկայացումը ինձ ընկերներից զանգեցին մի քանի անգամ, այդ գիշեր չենք քնել, ասում ինչի, ասում է դե մտածում ենք լավ, ինչ որ բաներ արել ենք էլի մեր կյանքում, այսինքն մեր օրն էլ է գալու էլի, որ մենք պիտի ոնց որ պատասխան տանք։ Ու այդ ամեն ինչը այնքան, ասենց ասեմ, մենստրակի կոմեդիան, որ Սարգիսը շեշտեց, այսինքն եւ զավեշտալի դրվագներ կան ներկայացման մեջ, եւ հուզիչ տեսարաններ, եւ էմոցիոնալ պորտկումներ, ամեն ինչ կա ներկայացման մեջ, այսինքն դու չես նստում ու շատ ծանրանում, եւ ծիծաղում ես, եւ ժպտում ես, եւ հուզվում ես, որտեղ մոնոլոգներ կան, ասենք որ ֆանտաստիկ է, էլի գրված։ Ու ես ուզում եմ շնորհակալություն նաեւ հայտնել առիթից օգտվելով մեր շատ սիրելի հանդիսատեսին, որովհետեւ իսկապես այնքան ջերմությամբ ընդունվեց ապրիլի 19-ի ներկայացումը, որ այդ էներգետիկան մինչև այսօր իմ ներսում է, էլի այդ զգացողությունը։ Ես ուզում եմ անսահման շնորհակալություն հայտնել մեր սիրելի հանդիսատեսին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեր ներկայացման կողքին էին, մեր կողքին են, այդ մեր համար մեծ գնահատական է, շատ մեծ գնահատական է, ոչինչ չեմ փոխի ես։ Իսկ որպես ռեժիսոր դերաբաշխումը հեշտ արեցիք, արդեն գիտեիք ովքեր են խաղալու, թե։ Դե Լևսը Դավթյան, Մոսոն Կարապետյան, Վիգենը Թադևոսյան, ոնց որ հնաբնակներն են, ինչպես ենք ասում էլի, ես հենց պատկերացեցի էլի, որ Սարգիսը մեր Գրիգորյան խաղա էլի բանաստեղծի դեր ու շատ լավ խաղաց Սարգիսը, Սարգ ջան, ուզում եմ քեզ ոնց որ առանձնատվելով շնորհակալություն հայտնել մեր բոլոր ընկերներին եմ ուզում շնորհակալություն, Ռուզանան Մանուչարյան, էլի հրաշալի շախած եւ իհարկե մեր շատ սիրելի դերասանուհի մեր ավակ ընկեր, այսպես ասենք, Արև Սանթրոսյանը, ոնց որ մեզ հետ միասին այդ ճանապարհն անցավ։ Ջերմագին բարևում ենք թիմին, բոլոր անդամներին։ Շնորհակալություն Մարիամը Մուրադյան նկարչական ձևավորումն էր արել, շատ հրաշալի թիմ է։ Անկեղծ, ես այնքան կարոտել եմ փորձեր, այսպես ասեմ, ու անամպեր ես եմ սպասում ամսի 8-ի պրեմիերային, մեր շատ սիրելի հանդիսատես, սիրով սպասում ենք ձեզ ու շատ ուրախ կլինենք, որ նույն ջերմությամբ ու նույն ոգևորությամբ լինի, ոնց որ ապրիլի 19-ին էր։ Աշոտն ասեց կարոտել է փորձերը, իսկ ինձ հետաքրքիր է դու կարոտել էիր։
բեմը, ու այն էլ Հայաստանում։ Նախ ես միշտ եմ կարոտել բեմը, որովհետև այն ժամանակ, երբ որ ես էլի զբաղված էի անընդհատ, միշտ թատրոնի ժամանակ չէի տրամադրում, որովհետև չէի ուզում հուսախաբ անեի կամ ամատների արանքով նայեի թատրոնին։ Ժամանակ չունեի, ինձ անընդհատ հրավիրում էին, ասում էի ես չեմ կարող։ Իմ համար մեծ պատիվ է թատրոնում լինել ու մեծագույն պատասխանատվություն։ Ու մոտավորապես 10-12 տարի ես բեմ չէի բարձրացել, իմ գնալուց առաջ էլ բեմում չեմ եղել այդքան երկար։ Ու չգիտես ինչի էս խաչը, որ այս խաչով որ եկա Ամերիկայից ու առաջինը բեմ բարձրացա, Մանու հետ էլ խոսալուց ասաց Սակո չես գտնում որ ժամանակն է ավելի կարևորին տեղ տաս։ Իհարկե հեռուստատեսությունն էլ է կարևոր, բայց բեմը դու ես դերասանուհի, գիտես, բեմը դա ուրիշ երևույթ է, ուրիշ ասելիք է, դա մի կախարդանք է, որ տեղում դու կարողանում ես այդ տրամադրությունը տաս, այդ քիմիան կատարվում է քո հանդիսատեսի միջև։ Ու ես ասացի աշ կարող է, դժվար է։ Ու այնքան ուրախ եմ, որ երեխեք ինձ օգնեցին, որովհետև թվում է թե ես իրանցից ասենք մի պակալենիա բարձր եմ, ասենք կամ մի քիչ ավելի շատ փորձ ունեմ, ասենք, բայց մեկը ես բեմում իրանք ինձնից ավելի կոփված են։ Ու ասեցի ինքան ուրախ եմ, որ իրանք շատ կոռեկտ, շատ գեղեցիկ ինձ փորձեցին մտցնել այդ դաշտ, բոլորը այնպես արեցին, որ ես իրոք դառնամ իրանցից մեկը ու ստացվեց ընդհանուր մի հատ շատ սիրուն ներկայացում։ Շատ լավ ներկայացում է, ես անկեղծ եմ ասում, այն ասելիքը որ կա, դա ամենամեծ կյանքում ամենամեծ գաղափարը որն է, որ մենք հասկանանք թե մենք ով ենք։ Այս ներկայացումը գոնե մոտեցնում է այդ հարցի պատասխանին։ Որ դու Աստծո հետ պիտի քո կապը պահես, պիտի հասկանաս թե այս կյանքում ոնց պիտի ճիշտ ուղղորդվես, ինչն է կարևոր, անկարևորից կարողանաս տարանջատես։ Առաջարկում եմ հենց այս պահին դիտենք ներկայացման անոնսը ու վերադառնանք։ Մայիսի 8-ին ինչու պիտի գան 40 օր նայելու։ Այդ շատ բարդ հարց է, սիրով են կարել, հավատով են կարել ու ջանք ու եռանդ չեն խնայել, որ ներկայացումը ստացվի, որ իսկ գնահատականը տալիս է բնականաբար մեր շատ սիրելի հանդիսատեսը։ Սարգիս ինչու պիտի գան նայելու 40։ Որ հետո չփոշմանեն ինչի չեն եկել նայելու։ Շատ լավն էր։ Անկեղծ եմ ասում, սա չեմ Հրաշալի, որ հետո չասեք, թե չենք տեսել կամ չհասցրեցինք, սիրելի հեռուստադիտողներ, Սարգիս հաջա։ այնքան լավները պատասխանეთ, ես ինքս հիմա մտածում եմ, որ եթե հանկարծ չնայեմ, սա խնդիր է, ես մայիսի 8-ին անպայման գալու եմ եւս մեկ անգամ վայելելու այս ներկայացումը, ունեցել եմ հնարավորություն, բայց հիմա էլի գալու եմ անպայման։ Անահիտ ջան, մենք միշտ սպասում ենք քեզ։ Հետո քո կարծիքներն ենք նկարահանելու, որ տեսնենք քեզ դուր եկավ թե չէ։ Ես գիտեմ, որ դու անաչառ քո կարծիք ես շատ ազնիվ անկեղծ կասեմ, ինչ եմ հավանել, թե եւ ոնց։ Սարգիս, ոնց էին անցնում փորձերը, process-ը, խաղընկերների հետ աշխատանքը, կարճ ժամանակահատվածում կարողացաք հասնել արդեն պրեմիերայի փուլին։ Տեսեք, մի քիչ դժվար էր տղերքի համար, Մոսոյի համար, Լևսի համար, Վիգենի համար, իրանք արդեն 60 հատ խաղացել էին ներկայացում ու արդեն 65 խնդրեմ։ Ու ես ու Ռուզիկը մի քիչ մեզ բան էինք զգում։ Դե տիկին Արևը ավելի հյուր էինք զգում։ Հյուր չէ, մենք ուզում էինք անընդհատ շատ արագ մտնեինք process-ին, որովհետև հասկանում ենք, որ իրանց համար այդքան էլ կարար հաճելի չլիներ։ Բայց ի զարմանս ինձ յուրաքանչյուր փորձին իրանք չէին գալիս, որ այնքան որ իմ համար են խաղում, չէ, իրանք իրոք գալիս են ու հավասարաչափ լիիրավ մասնակցում են այդ ամեն ինչին։ Ես ու այնքան լավ էր Աշոտի մոտեցումը։ Աշոտը կարար իրանք ուղղություններ ցույց չտար, որովհետև իրանք արդեն գիտեին, բայց Աշոտն էլ փորձում էր, ես դա շատ լավ հասկանում եմ, որ մեզ էլ էր ինչ-որ տեղ նկատողություն անում, բայց որ մերը շատ չստացվի, մի քանի հատ էլ իրանց էր անում, որ ինք այդ բալանսը պահեր, որ երևա որ թիմային աշխատանք։ Ու դրա համար ոչ մի կոնֆլիկտային, ինչ-որ դժվար process-ների մեջ մենք չընկանք, եղավ հարթ ու ինչպես Աշոտն ասեց, սիրով ստեղծվեց ներկայացում, իսկ ինչի կենտրոնում սերը կա, ուրեմն դա դատապարտված է հաջողության։ Աշոտ, ինչ ճակատագիր է ունենալու ներկայացում, ինչ ճանապարհ է անցնելու, գուցե նախատեսված է մարզերում կամ Հայաստանի սահմաններից դուրս կամ պլաններ։ Այո, իհարկե, մենք
Քանի որ բոլորս շատ ենք ուզում ներկայացումը երկար ճանապարհ անցնել, իսկ մեր բոլորը թիմային աշխատանքայլի մենքն է, շատ կարևորը մենքն է։ Մենք բոլորս ուզում ենք, որ ներկայացումը երկար կյանք ունենա, այսպես ասած, ու ամեն ինչ անելու ենք, որ ներկայացումը երկար կյանք ունենա, բայց այդ ամեն ինչի հիմքում էլ եմ ասում մեր հանդիսատեսի գնահատականը, հանդիսատեսի, որ ինչքան ուզեց, որ այս ներկայացումը լինի, այդքան էլ կլինի։ Շնորհակալություն ձեզ, ես շատ ուրախ եմ, որ այսօր իմ տաղավարում եք ու ունեցանք հնարավորություն խոսելու եւս մեկ պրեմիերայի մասին, ապրիլի 19-ին արդեն կայացել է պրեմիերան եւ շատ լավ է անցել ու տպավորիչ, մայիսի 8-ին դուք եք կայացնելու պրեմիերան, ձեր ներկայությամբ, ձեր սիրով, ձեր կարծիքով, ինչու ոչ, ցանկացած կարծիք ընդունելի է, պետք է դիտել ու նոր հասկանալ, հա։ Ես հաջողություն եմ մաղթում ձեզ ու թող ներկայացումը երկար կյանք ունենա, յուրահատուկ ճանապարհ ունենա ու լեբլեցուն դահլիճներ։ Առաջն Աստված։ Իմ հյուրերն էին 40 օր ներկայացման ռեժիսոր Աշոտ Հակոբյանը եւ դերասան Սարգիս Գրիգորյանը, իմ լավ ընկերները, իմ լավ գործընկերներն ու խաղընկերները։ Ձեզ միմիայն հաջողություն։ Փոխադարձ շնորհակալություն Անայի ջան քեզ, ես այնքան դրական բարի լույս էր, ասենց ասեմ, որ մեր օրը ստացվեց, քեզ էլ ես սրտանց անգամ որ քո բոլոր գործերը միշտ լինեն բարի ընթացքով, սիրելի ընկեր, տաղանդավոր մարդ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն կարճ եւ կոնկրետ սիրելի հեռուստայտողներ, եւս մեկ անգամ հիշեցնում եմ մայիսի 8-ին գնացեք դիտելու 40 օր ներկայացումը։ Շատ յուրահատուկ ներկայացում, որտեղ գուցե լինի հայելի ու ձեզ տեսնեք, գուցե հարցականներ լինեն, որոնց պատասխանները գտնեք կամ նոր հարցականներ առաջանան ձեզ մոտ, բայց պարտադիր դիտելու ներկայացում է։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, գնացեք հաճախեք թատրոն ու դիտեք ներկայացումներ, հայտնեք ձեր կարծիքը։ Մնացեք բարով, թող ձեր օրը լինի բարի։